Բարև ձեզ, այս վիդեոն պիտանի կլինի նրանց համար, ովքեր պատրաստվում են իրենց գումարը ինչ-որ տեղ ներդնել ու դրա դիմաց ինչ-որ եկամուտ ստանալ։ Ուրեմն TikTok-ն էի թերթում, մի հատ վիդեո հանդիպեց, մարդկանց ասել են $1000 ներդրեք, ամսական $1000 եկամուտ կունենաք։ Ժողովուրդ ջան, սենց բան աշխարհում գոյություն չունի։ Աշխարհի ամենահայտնի ինվեստորները ու հաջողակ սենց բան չեն կարող անեն։ Ասենք Վորեն Բաֆետը, Ջորջ Սորոսը, որ աշխարհի առաջատարն են, սենց ներդրում, որ ամեն ներդրած գումարին ամսական ստանան 100% եկամուտ, սենց բան չի լինում։ Դուք ոնց եք հավատում, ասենք, չգիտեմ, բանկի տված գումարից, բանկը ինչքան որ տալիս է, դրանից ավել արդեն կասկածելի է։ Նույնիսկ 5% ամսական, այսինքն $1000-ից, եթե ձեզ տան $50, արդեն կասկածելի է, պատրաստ եղեք այդ գումարը կորցնելու։ Հələ բացի այդ $1000 բերում ամիսը, նաև նվերներ, ակցիաներ, խաղարկություններ։ Սա հենց սկզբից դուք պետք է հասկանայիք, որ սուտ է։ Մեկը ասում է 4000 եմ դրել, պետք է ամիսը 4000 վերցնեի։ Ժողովուրդ ջան, 4000 ամսական ուղղակի վերցնելու համար, առանց աշխատելու, առանց շինարարության, առանց ներմուծման, արտահանման, հող առնել, սպասելու, որ թանկանա, ինվեստիցիան աշխատի, ծախեն։ Ուղղակի, որ ամսական 4000 վերցնեն, մարդիկ 1 միլիոնանոց տուն են առնում, տալիս են վարձով, ընդեղ ամորտիզացիան էլ մի մասը տանում է, կարող ես ամիսը 4000 չմնա էլ։ Դուք ոնց եք հավատում, 4000 դրեցիք ու ամեն ամիս ձեզ ստաբիլ 4000 բերում է։ Եթե սենց ներդրման տեսակ լինի ամբողջ աշխարհում, այն ամենաչունևոր մարդն էլ շատ կարճ ժամանակում կդառնա աշխարհի ամենահարուստ մարդը, ասենք Ջիմ Ուոլտոնը, ասենք, իրանից էլ ավելի հարուստ կդառնա։ Սենց բան, ժողովուրդ ջան, չկա, մի հավատացեք, հա, զգույշ եղեք, բանկային տոկոսադրույքից ավել, եթե ձեզ գումար են առաջարկում, պատրաստ եղեք ձեր մայր գումարը, այդ որ ներդրում եք կորցնելու։ Էլ եկամտի մասին բան չեմ ասում։ Հետո այդ փոխանցումները, շատերն էլ, ասենք, բռնում են, ցանկացած ինչ-որ մի հատ չինական կազմակերպություն է, այդ կազմակերպությանը SWIFT փոխանցում են անում, ուղիղ փոխանցում ու հետո գումարը կորում է, էդ էլ մի արեք։ Եթե դուրս գումար եք փոխանցում ինչ-որ ապրանքի դիմաց,